Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին առաջիկայում, այսինքն ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, ուզում եմ տեսնել կարտերը ինչ կհուշեն, ինչ է կարևոր առյուծներին լսել այս պահին, ինչ կհուշեն կարտերը, ինչ է կարևոր այս պահին լսել առյուծներին։ Ես ընտրում եմ տարբերակներ, բայց դուք վերագրեք ձեզ այն տարբերակը, որը որ ձեզ կվերաբերի։ Ինչ կհուշեն կարտերը առյուծներին։ Շատ ակտիվ կարտեր եմ տեսնում հարգելի առյուծներ, տեսնում եմ այստեղ առնետները, կորստի կարտն է նաև, և տեսնում եմ այստեղ թրերի տուզը, իրականում շատ հետաքրքիր համադրություն է կարտերի, ինչով մի բան պետք է թողեք գնա, նորը գալու համար, այսա նորն է, նոր սկիզբ է, հանկարծ ձեզ համար ինչ-որ բան կպարզվի, միգուցե դուք կպարզեք ձեզ համար հանկարծ, կարտերը հուշում են, որ երևի թե պետք է ինչ-որ բան թողնեք մի նոր ավելի մեծ կարևոր բան ձեր կյանք գալու համար, սա կարող է վերաբերել նաև աշխատանքի, եթե ձեր աշխատանքը ձեր սրտովը չէ, որտեղ 7 եմ տեսնում խաչի, ապա թողեք ձեր աշխատանքը, նոր աշխատանքի հետևից գնացեք, որտեղ իրականում ձեզ համար կպարզվի շատ շուտով, որ շատ մի ավելի հետաքրքիր մի գործ կա, որ դուք կարող եք անել, եթե չգիտեմ, այլ ծրագրեր ունեք, նպատակներ ունեք, ես տեսնում եմ երկու կարտով, սա նոր է, սկիզբ է, նոր մի ինչ-որ հանկարծ այսպես պարզում է ձեզ համար, ինչ պետք է անեք, նոր նպատակ ցանկություն, իսկ սա կորստի կարտն է, այսինքն ինչ-որ բան պետք է թողնեք, որ հեռանա ձեզնից, ինչ-որ բան թողնում եք, հանուն ավելի նորի, մեծի, տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Շատ անգամ մենք փորձում ենք, չէ, պահել ունեցածը, լավ է, լավ չի, կողքից էլի ինչ-որ մի բան փորձում ենք անել, միշտ չի, որ դա հաջողվում է։ Շատ անգամ իրականում պետք է չաշխատող ինչ-որ բան, հարաբերություններ, աշխատանք, ինչ է լինի, պետք է թողնել, որ գնա, որպեսզի դրա տեղը նորը գա։ Միշտ չի, որ կկարողանանք մի քանի բան միաժամանակ հասցնել։ Ձեզ հետաքրքիր ժամանակներ են սպասում հարգելի առյուծներ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, երկու տուզ եմ տեսնում այստեղ, սկսեցիք թրերի տզով, ես տեսնում եմ ջահերի տուզը, ինչը նշանակում էր իրականում այն, ինչ որ ասեցի, ինչ որ բան չի աշխատում ձեր կյանքում, թողեք թող գնա, առանց ետ նայելու, առանց խղճի զգացողության, ինչ էլ որ լինի, կարող է լինել աշխատանք, կարող է լինել ձեր կյանքում ձեր զույգը չի աշխատում հարաբերությունները, հասկանում եք, որ ժամանակն է թողնեք հեռանա, ես ոչ մի վատ հարաբերություններ չեմ տեսնում, պարզապես դուք ինքներդ կհասկանաք, ում էլ որ սա վերաբերում է, եթե դուք արդեն ինքներդ գիտեք, ինչ որ բան ձեզ համար չի աշխատում, թողնեք, թող գնա, թողեք, թող գնա, աշխատանքը կլինի, մարդը կլինի, կին տղամարդ նշանակություն չունի, գործարք եք ուզում կնքել, կարճել եք, ֆինանսական գործարք լինի, ինչ ուզում է լինել, մասնագիտություն, որ չի աշխատում, ձեզ գումար չի բերում, կամ կրթությունը սկսել եք, մի քանի ամիս է դասի եք գնում, բայց դա ձերը չի, ինչ էլ ուզում է լինի, կարտերը հուշում են թողեք, թող գնա, որովհետև ձեզ այսպիսի գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ կարտեր է, շատ գեղեցիկ է սպասում ձեզ ապագայում ամեն ինչ հարգելիներս։ Ձեզ համար հանկարծ կպարզվի իրականում, որ պետք է թողնեք, ինչ որ չի աշխատում, դուք որոշումը կկայացնեք, հա, գնում եք ձեր նոր ճանապարհով, նոր ցանկության ետևից, որովհետև սա կոչվում է իրականում պարզություն, ձեզ համար կպարզվի հանկարծ, ինչ պետք է անել, այլ որոշեցիք ինչ պետք է անել, առաջին քայլը պետք է լինի, թողում եք ինչ-որ մի բան գնա, որը ձեզ համար արդեն չէր աշխատում։ Դուք ինչ կարող եք մաքսիմում այստեղ երևի արդեն փորձ ձեռք բերել եք, այն ինչ որ ձեզ համար հարաբերություններ կլինի, սա վերջն էր արդեն ձեր հարաբերությունների, եթե կթողնեք որ գնա։ Փորձը ձեռք բերել եք, տեսնում եք, ես տեսնում եմ բաժակների 9 եւ տեսնում եմ 10-ը։ Շատ հետաքրքիր է, այստեղ կարող է նաև էմոցիաների մասին լինել, աշխատանք չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե աշխատանք լիներ, այսինքն այստեղից ինչ փորձ որ ձեռք բերել եք,
դրա համար եք թողնում գնա այս գործը, աշխատանքի վայրը, ինչ ուզում է լինի, թողնում եք գնա, որովհետև դուք մաքսիմում փորձ ձեռք եք բերել, ձեր նպատակը դուք մեկ այլտեղ կարող եք նպատակին կարող եք այլտեղ հասնել, դուք իրական 9-ից անցնում եք 10-ի, այսինքն մաքսիմում արդյունք կարող եք ունենալ, եթե թողնում եք սա հեռանա, գնում եք այս նոր նպատակի ետևից։ Շատ գեղեցիկ ձեզ հաճելի ժամանակներ են սպասում, տեսնում եք, մարդիկ բաժակները բարձրացրել են, զվարճանում են, իսկ սա նոր գաղափարն է։ Այև որ ձեզ համար կպարզվի թրերի տզով, թե ինչը պետք է հեռացնեք, ինչն է ձեզ կյանքում խանգարում, որ ձեր կյանքը տեղից չի շարժում կամ դրական արդյունք չի տալիս։ Նպատակ կար, ցանկություն կար, չի աշխատում, թողնում եք, հեռանում եք, հեռացնում եք ձեր կյանքից, այլևս չեք գնում դրա հետևից, այն կամ չեք պահում այն, ինչ որ չէր աշխատում։ Ձեզ համար կպարզվի, որ պետք է դա թողնեք գնա, իսկ հետո կպարզվի, թե իրականում ուր եք գնում, ինչի համար եք թողնում դա։ Սա նոր նպատակն է, հասկանում եք։ Եթե սա անձնական հարաբերություններից էր, դուք, չգիտեմ, ում հետ որ եղել եք, ում հետ էիք, փորձ ձեռք բերել եք, մաքսիմում փորձեք, նրանից էլ ոչինչ չունեք ստանալու, ինքը ձեզ էլ ոչինչ չի կարող տալ, պարզապես փորձ ձեռք բերեցիք, անցնում եք առաջ, հաջորդ էտապը պետք է գտնել մի մարդու, որի հետ իրականում կուզեք ամբողջ մի կյանք ապրել։ Տոնում եք, նշում եք, զվարճանում եք, գեղեցիկ կյանք, նոր նպատակներ, շատ գեղեցիկ ապագա եմ տեսնում։ Գիտեք, մյուս կողմից այն ինչ կարող եմ ասել։ Եթե կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեիք, անընդհատ ինքներդ ձեզ հետ, հանկարծ չստացվի, հանկարծ չլինի, առյուծներին դա մի քիչ բնորոշ է, դրա համար եմ ասում, ձեր վախերը պետք է թողնեք, որ գնան, հարգելներս, եթե ոչ մի մարդ էլ սխալ չէ ձեզ համար, աշխատանքն էլ է նորմալ, ուսումն էլ ամեն ինչն էլ շատ նորմալ է, բայց սա ձեր ներքին վախերն են, բա որ հանկարծ կորցնեմ, բա որ հանկարծ չստացվի, բա որ հանկարծ ինքը սխալ մարդ լինի։ Կարտերը հուշում են, որ ձեզ համար շատ շուտով կպարզվի իրականում, ինչը պետք է թողնել գնա։ Պետք է թողնել միգուցե ձեր վախերը գնան, նորից եմ ասում, որովհետև եթե դա է տարբերակը եւ ձեր վախերն են, այսպես կրծում են ձեզ ներսից, ձեզ համար հանկարծ կպարզվի, որ պետք է թողնեք ձեր վախերը գնան, այսինքն ազատվում եք վախերից, ավելի ինքնավստահ նայում եք առաջ, ձեզ կենսափորձ ինչ որ ձեռք եք բերել 9-ից դուք կգնաք 10-ի, ձեր հարաբերությունները կամրապնդվեն։ Գեղեցիկ, նույնիսկ եթե դուք զույգի հետ եք կապված, կասկածներ ու վախեր ունեիք, հանկարծ կարողացաք ձեր մեջ հաղթահարել այդ կասկածներն ու վախերը, իրականում վստահելով ձեր փորձին, ձեր այս զույգի հետ ձեր ունեցած կյանքի, չգիտեմ, փորձություններին, իրականում որոշում եք ամուսնանալ, այսպես հարսանիք ուրախություն, նոր նպատակ, նոր կյանք եք սկսում։ Սա գեղեցիկ տարբերակ է, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ կան կառույցներ, որոնք շատ այսպես ներքուստ կարող են ինչ-որ վախեր ունենալ, էլի եմ ասում, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Վախերն են, թողեք վախերը գնան, սխալ մարդիկ են, սխալ գործ է, թողեք, թող գնան, որովհետև դրա տեղը շատ գեղեցիկ բաներ են գալու ձեր կյանք, հարգելներս, շատ գեղեցիկ։ Պարզապես պետք է թողեք գնան։ Դες էլի եմ ասում, ես չգիտես ինչու առաջին հենց մտածում եմ, որ իրական դա ձեր ներքին վախերն ու կասկածներն են։ Ազատվեք դրանցից։ Դուք բավականին արդեն կյանքի փորձ եք ձեռք բերել, որովհետեւ ձեր վերջնական նպատակներին հասնեք։ Ում ինչպես վերաբերում է, այդպես էլ դուք կհասկանաք, ում որ վերաբերում է, իրեն կհասկանան ինչի մասին է խոսքը։ Շատ հաջող կարտեր էին հարգելներս, իրական ձեզ շատ հաջող ժամանակներ են սպասվում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում երկրորդ տարբերակի հետ կապված, ճակատագրական ինչ-որ իրավիճակ է ձեզ համար, շատ ճակատագրական, որ դուք շատ բան այստեղ փոխել չեք կարող։ Ես տեսնում եմ ֆինանսապես շատ հաջող կին, բայց կարող է նաև տղամարդ, այսինքն ֆինանսական գործերով հաջողության հասած բիզնեսմեն կարող է լինել, գործի մեջ ինչ-որ որոշակի պաշտոն դիրք եք զբաղեցնում, դուք ձեր աշխատանքով ինչ-որ բանի հասել եք, բայց մի տեսակ ճակատագրական պահ է այստեղ։ Ասենք 9, չէ, դրանից առավել երևի դուք էլ չէիք կարող ջանք դնել, բայց 10-ին չեք հասնում ճակատագրով, տեսնենք ինչ է լինում։ Դուք շատ ձեռքբերումներ արդեն ունեք, բայց ճակատագրով հանկարծ ինչ-որ բան փոխվում է, տեսնենք ինչ, որ ուղղությամբ է փոխվում, դրական, ոչ դրական։ Խաչը իրականում բարդ կարտ է, կարող է տանել եւ դրական ուղղությամբ, եւ բացասական ուղղությամբ։ Բայց տեսնում եմ, որ դուք ձեզնից ինչ-որ հասնում արել եք 9-ով։ Դուք ձեր լուման ներդրել եք, այժմ սպասում եք ճակատագիրը ինչպես սա ձեզ համար կաշխատացնի։ Տեսնենք։
Ես ծերում տեսնում եմ 10 ջահերի, այսինքն դժվարությունները վերջանում են։ Ես չգիտեմ այսպես ինչպես է եղել, ինչ է եղել։ Միգուցե գիտեք, ինչպես եմ տեսնում, տեսնում եմ, որ այստեղ ճակատագրով դուք ինչ որ նպատակ ունեիք, հա, այսպես դուք ջանք չեք խնայել, տեսնում եք 9 վերջնականը վերջին թիվը պետք է լիներ իրականում 10, 10-ը արդեն մեկն է։ Դուք վերջին ինչ որ կարող եք անել, այսինքն 9-ը մաքսիմում դուք ձեր բոլոր ուժերը ներդրել եք, ամեն ինչ արել եք։ Դրանից ենքում դուք ոչինչ անել չէիք կարող։ Եվ սպասում եք, թե ձեր աշխատանքը ինչ արդյունք պետք է տա։ Այս վերջին բոլոր ուժերը ներդրել եք, դրանից ավել ոչինչ չէիք կարող անել։ Հիմա կարծես մնացածը ձեզնից կախված չէ։ Սպասում եք արդեն ինչպես այս բոլորը իրականում ճակատագրով ինչպես կանդրադառնա ձեր ապագա կյանքի վրա։ Այսինքն ինչ արդյունք կտա, ինչ որ ձեզնից հասնում էր արել եք, մնացածը թողել եք մի տեսակ բախտին ճակատագրին։ Ես այստեղ շատ ակրկիր կարտեր եմ տեսնում, թագավորներ, կայսր եմ տեսնում, թագուհի եմ տեսնում։ Եթե սա վերաբերում է անձնական հարցերին, անձնական հարաբերություններին, գիտեք, ես չեմ կարող ասել, այստեղ աղջիկն է, տղան է, ով է, կարծում է, որ ինքը ամեն ինչ արել է, ինչ որ իր կողմից հասնում էր։ Այսինքն ես ինչ էր ինձ հասնում որպես զույգ, հա, ես իմ զույգի համար, մեր հարաբերությունների համար ամեն ինչ արել եմ եւ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Այսինքն ինչպես որ դուք հասկացել եք, այդպես էլ արել եք։ Դուք իսկապես բավականին գործ եք արել պահպանելու ձեր հարաբերությունները, բայց դիմացինի կողմից նույն ռեակցիան չեք ստացել, այդպես եմ տեսնում։ Ամեն դեպքում ձեզ թվում է, որ ձեզ հետ այնքան էլ անկեղծ չեն, որտեղ 7 թրերի իրականում կարող է լինել ագրեսիա, կարող է լինել նաև դավաճանություն, կարող է լինել նաև այսպես անազնվություն։ Դա երևի ձեր կասկածներն են, ես չեմ տեսնում այստեղ մարդը ինչ-որ բան արել է իրականում, բայց ես տեսնում եմ դուք ձեր զույգի վրա վստահ չեք, կին եք, տղամարդ եք, նշանակություն չունի։ Տեսնում եմ թագավոր, որն իրականում բաժակը ձեռքին է, բաժակների թագավորն է։ Ինքը ինչ-որ բանից դժգոհ է, չի, հարաբերությունները կան, կարծես թե ամեն ինչ իբր կարծես նորմալ է, բայց ամեն դեպքում սա մարդը թագավորն է, որը թագավորը վերջապես ամեն ինչ ունի։ Այսինքն այստեղ այն մարդն է, որը կարծես կա հարաբերություններ, հանդիպում են, շփվում են, կարծես ամեն ինչ լավ է, բայց ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որտեղ ինքը վստահ չի իր զույգի վրա։ Այդպես կարող եմ ասել։ Չեմ կարող ասել ինչ է, ինչու՞մ է կասկածում, ինչու՞մն է խնդիրը։ Ինքը կարծում է, որ իրականում առյուծը մտածում է, որ ես մեղք չունեմ, ես ինձ ինչ հասնում էր արել եմ։ Մյուս քայլը մնում է իրեն, բայց ինքը չի վստահում, դրա համար էլ հուզված է։ Ես այդտեղ տեսնում եմ ջահերի տուզը եւ տեսնում եմ կայսրուհին։ Ինչ որ նորություն փոփոխություն եք ուզում երևի, հարգելի առյուծներ։ Այն ինչ որ ձեր կյանքում կա, ձեզ այնքան էլ չի բավարարում։ Ես ճիշտ ասած չեմ տեսնում հիասթափություն, չեմ տեսնում, որ դուք ինչ որ մեկից հեռանում եք, բայց ինձ թվում է, որ ձեր համբերությունը հատել է, որովհետև դուք չեք տեսնում դիմացինից այն ինչ որ այն ներդրումը ձեր հարաբերություններում ինչ որ դուք ունեք։ Եվ ես մտածում եմ, որ միգուցե ժամանակի ընթացքում դուք այսպես ինչ որ մի նոր ճանապարհ գնաք, նոր ուղղությամբ, նոր հարաբերություններ փնտրելու։ Ես փորձեմ 1-2 լրացուցիչ կարդ անել, մի քիչ անորոշ էր, բայց ես կարող եմ ասել, այստեղ ճակատագրով ինչ որ բան կարող է փոխվել, հիշում եք, սկզբից ասում եք, դուք ամեն ինչ ձեզնից ներդրել եք, ինչ որ պետք է անեիք հարաբերություն, մնացածը թողել եք ճակատագրին։ Իսկ ես ճակատագրով տեսնում եմ, որ ձեր իրականում ձեր կյանքում նոր հարաբերություններ են սպասվում։ Եթե ինչ որ բան չէր աշխատում, կարծես թե չէր աշխատում։ Ոչ մի իրականում վատ կարտեր ճիշտ ասած չեմ տեսնում, բայց շատ անորոշ վիճակ եմ տեսնում։ Հետաքրքիր է, ես այստեղ էլ ոչ մի վերջնական որոշակի ոչինչ չեմ տեսնում։ Գիտեք, կարող եմ այլ ինչ որ ասեցի, մինչև հիմա նորից ասեցի։ Դուք իրականում վստահ չեք ձեր զույգի վրա, հարգելիներս։ Եթե նպատակ ունեք, այստեղ սիրո մասին չլիներ խոսքը, ինչ էլ որ անում եք, դուք ամեն ինչ ձեզնից ներդրել եք, գործ եք արել, բայց ձեր հաջողության չեք հավատում։
Եվ իրականում ձեզ մի նոր գաղափար է պետք ձեր նպատակին հասնելու համար, կամ նոր նպատակ, պարզապես նոր նպատակ է պետք, ես այդպես եմ տեսնում։ Կարող եմ ասել, որ դուք, եթե չեմ կարող ասել, եթե ֆինանսական աշխատանքի հետ կապված, գործերի հետ կապված, դուք ձեր կողմից ինչ որ պետք է անեիք, մնացածը թողնում եք բախտի քմահաճույքին, եւ դուք ամեն ինչ օրենքով ճիշտ էլ արել եք։ Բայց ես տեսնում եմ, որ հնարավոր է, որ դուք ի վերջո հասկանաք, որ ամեն այսպես մինչև վերջ ձեր ուզածին չհասաք, այսպես նոր ճանապարհ ընտրեք, նոր ուղղությամբ, նոր նպատակ, իրականում նոր նպատակը ես տեսնում շատ ավելի հաջող կլինի եւ իրականում հաջորդ այս մյուս նոր նպատակը, երբ որ կառաջանա, նոր ձեր մեջ այդ միտքը գաղափարը կառաջանա, դուք դրան շատ ավելի գոհ կլինեք։ Եթե կան մարդիկ, որոնք իրենց զգում են, որ ինչ որ նմանատիպ իրավիճակում են, չգիտեմ, մնաց, սպասել, շարունակել, կարտերը հուշում են, որ երևի թե ստիպված լինեք ի վերջո թողնել եւ գրել, բայց ես հիասթափություն չեմ տեսնում ճիշտն ասած։ Պարզապես անվստահության հարցն է, ներքուստ անվստահ, գիտեք, եթե բա հարցը մնում է ճակատագրին խաչով, ուրեմն ձեզնից ոչինչ կախված չէ, ճակատագիրը ինչ էլ որ ձեր առջև բերի, այդպես էլ պետք է ընդունել։ Իսկ ես տեսնում եմ, որ եթե դուք նոր գաղափարի հետևից գնացիք, անպայման շատ ավելի հաջող գաղափար է ելնելու, հաջորդ անգամ անպայման կհասնեք ձեր նպատակին։ Իսկ եթե անձնականի մասին է խոսքը, նորից եմ ասում, ինչ որ մեկի հետ եք, բայց դա ձեզ չի բավարարում, դուք ձեր կողմից ներդրում անում եք ձեր էմոցիոնալ, ինչ որ անում եք, աշխատում եք հարաբերությունների վրա, բայց դիմացինը կարծում եք, որ այնքան էլ ազնիվ չէ, դուք զգացմունքներ ունեք, բայց ձեր զույգից դժգոհ եք։ Այդ դեպքում դուք երևի թե նոր գաղափարը կլինի, որ դուք երևի թե պետք է ձեզ առաջ շարժվել եւ նոր մեկին գտնել ձեր կյանքում, իսկ դուք կգտնեք, ես տեսնում եմ, որ կգտնեք։ Ինչ եմ տեսնում այստեղ, տեսնում եմ, գիտեք, դուք շատ նվիրված եք ձեր զույգին իրականում, շատ նվիրված եք։ Եվ 10-ով այստեղ էլ կարող եմ ասել, դուք մաքսիմում ներդրում եք անում ձեր հարաբերություններում։ Բայց ես տեսնում եմ այստեղ լուսին, այսինքն ինչքան հարաբերությունները խորանում են, այնքան ձեր մեջ կասկածներ են առաջանում։ Եվ դուք ձեզ մի տեսակ մենակ եք զգում ձեր հարաբերություններում։ Այդպես եմ տեսնում, հարգելիներս։ Իսկ հետո ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ փոփոխության կարտը։ Ինչ-որ բան կփոխվի, եթե դուք որոշում կայացնեք, ինչ-որ բան պետք է անել, այսպես աղվեսը ասում է, որ գիտեք, պետք է ինչ-որ բան անել, երևի թե պետք է վերջնական որոշում կայացնել։ Երկուսն էլ 9 եմ տեսնում։ Երկուսն էլ 9 եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, որ ճակատագրով իրականում փոփոխություն ձեզ սպասվում է։ Պարզապես պետք է դուք, այսպես ասեմ, հարմարվեք այդ վիճակի հետ։ Այս ճկունությունը մեկ աղվեսով կարող եմ ասել, փոփոխության համար դուք պետք է ուղղակի հարմարվեք եւ ընդունեք։ Ընդունեք, որ չստացվեց։ Այս մարդու հետ չստացվեց։ Աշխարհի վերջը չի։ Սա միակ կինը կամ միակ տղամարդը չէ։ Դուք պետք է ընդունեք ձեր, այսպես ասեմ, պետք է ընդունեք, որ չստացվեց եւ հարմարվեք դրա հետ։ Չստացվեց։ Վերջացավ, հարմարվում եք դրա հետ, ընդունեցիք, չստացվեց, նոր կարող եք շարժվել առաջ, նայել առաջ, որպեսզի նոր նպատակներ դնեք ձեզ առջև եւ հասնեք նպատակների։ Նպատակը կարող է լինել աշխատանք, նպատակը կարող է լինել մասնագիտություն, կարող է լինել նաեւ անձ։ Բայց դուք պետք է ընդունեք, չստացվեց։ Դա չի նշանակում դուք վատն եք, դա չի նշանակում, որ դուք սխալվել եք։ Դա կյանքի փորձ է, պարզապես ձեռք եք բերել, որովհետև ես տեսնում եմ իրականում այստեղ տրանսֆորմացիայով էլ տեսնում, որպեսզի փոփոխություն լինի, եթե դուք ուզում եք փոփոխություն, պետք է դուք ընդունեք, որ չստացվեց ինչ որ անում եք, չստացվեց, անցնեք առաջ եւ անցնեք կամուրջը։ Մինչեւ չընդունեք, մինչեւ չհասկանաք, չհարմարվեք վիճակի հետ, որ չէ, չստացվեց ինչ որ անում էի, դուք չեք կարող կամուրջը անցնել, իսկ ես տեսնում եմ, որ դուք ունեք հնարավորություն, միայն այդ դեպքում կարող եք կամուրջը անցնել, այսինքն նոր этап կսկսվի ձեր կյանքում, երբ որ դուք ընդունեք, կհասկանաք, ես փորձեցի, ջանքեր դրեցի, բայց դե չստացվեց։ Ուրեմն ճակատագրով այդպես էր նախատեսված, հարգելիներս, դրանից ավել, քան դուք ներդրել եք, էլ ոչինչ չեք կարող անել։ Ընդունում եք, համակերպվում եք դրա հետ եւ շարժվում եք առաջ։ Այժմ տեսնենք ինչ կասեն կարտերը, ինչ կհուշեն կույսերին։ Ես ոչ մի հատուկ թեմա չունեմ այսօր, հարգելիներս։ Տեսնենք կարտերը ինչ կհուշեն։ Ինչ է կարևոր լսել կույսերին այս պահին։
Պարտադիր չի դուք տարբերակ ընտրեք, թեև ես երկու տարբերակ եմ առանձնացնում, պարզապես որը ձեզ վերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ինչ կհուշեն կարտերը կույսերին։ Տեսնում եմ պենտակլի 3-ը և տեսնում եմ այստեղ նամակ։ Միգուցե ինչ-որ ինֆորմացիա եք սպասում, ինչ-որ լուրի եք սպասում և ուշանում է լուրը, հարգելի կույսեր, և դրանց շնորհիվ ձեր գործերը կանգնել են, առաջխաղացում առանձնապես շատ չկա։ Իսկ ես տեսնում եմ, որ եթե նույնիսկ ուշանում է, ինչ-որ լուր կգա և առաջխաղացում կլինի։ Տեսնում եք, այստեղ մի քանի հոգով ինչ-որ գլուխ են կոտրում ինչ-որ հարցի շուրջ, ինչ-որ որոշումներ են կայացնում։ Եթե լուրի եք սպասում ուշանում էր, առաջխաղացում կլինի, 3-ը նշանակում է մի քայլ առաջ։ Տեսնենք։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը, ինչին է սա վերաբերում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կույսեր։ Սկզբում տեսնում եմ երկու տուզ։ Շատ հետաքրքիր է, երկու տուզ եմ տեսնում, հենց սկզբում ջահերի տուզն եմ տեսնում և տեսնում եմ թրերի տուզը, ապա տեսնում եմ քանդվող աշտարակ։ Ինչ-որ նպատակ ունեիք, հարգելի կույսեր, նպատակ, նոր գաղափար, այսպես ոգևորված, ձեր նպատակի հետևից էիք գնում, հանկարծ ձեզ համար այսպես պարզ էր, իրականում ինչպես պետք է ձեր նպատակին հասնեք, այսինքն նպատակը կար, նպատակը ընտրել եք ձեզ համար, որոշել եք ուր եք գնում, ինչ եք անում և գտել եք, թե ինչպես պետք է հասնեք ձեր նպատակին, բայց ես տեսնում եմ, որ աշտարակը իրականում քանդվել է և ձեր նպատակին չեք հասել։ Սա կարող է լինել ֆինանսական հարցերով, աշխատանքի հարցերով կամ անձնական հարցերով, դուք ինքներդ գլխի կընկնեք, ում ինչպես որ վերաբերում է, հարգելներս։ Ես տեսնում եմ, որ իրականում նպատակի չեք հասել, աշտարակը քանդվել է։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես տեսնում եմ, որ դուք իրականում տեսնում եմ հրաշագործի կարտը, տեսնում եմ այստեղ համբերատարության կարտը, չափավորության կարտը և տեսնում եմ եկեղեցականին, լրիվ իրար հակասող մի տեսակ կարտեր, փորձեմ հասկանալ սա ինչ է նշանակում։ Հատկապես ինչ-որ լուր եմ տեսնում, լուրը թեկուզ ուշացած, բայց գալիս է և մի տեսակ այստեղ առաջխաղացում եմ տեսնում եք մի քանի հոգով աշխատում էին ինչ-որ ծրագրի վրա։ Ես տեսնում եմ, որ նպատակին չհասաք, աշտարակը քանդվեց։ Բայց ես այստեղ հանձնվող մարդ չեմ տեսնում, ճիշտն ասած։ Գիտեք, ես տեսնում եմ մարդ, որը չնայած որ աշտարակը քանդվել է և նպատակին չի հասել, բայց մարդը իրականում չի հանձնվել։ Մի տեսակ շարունակում է երազել։ Շարունակում է ցանկանալ երազել, համբերատար սպասում է և հավատում է, որ իրականում իր նպատակին կհասնի։ Գիտեք, ինձ թվում է այստեղ ուղղակի ձևերն են փոխվել, կամ միգուցե կարտերն են հուշում այդպես։ Կարտերը հուշում է, եթե ունեիք նպատակ, հա, և կարծում եք, գիտեք, ձևը գտել եք, թե ինչպես հասնեք ձեր նպատակին, հանկարծ ձեր նպատակին չհասաք։ Կարտերը հուշում են, որ ամեն ինչ վերջացած չի, պարզապես պետք է լինել մի քիչ համբերատար և փոխել ձևերը, հավատացեք ձեզ, ձեր ուժերին, հավատացեք, որ իրականում ձեր նպատակին դուք դեռ կարող եք հասնել, իսկ ես տեսնում եմ, որ իրականում կհասնեք, պարզապես մեթոդներն են պետք փոխել, այլ գործիքները, հրաշագործը ունի բոլոր գործիքները, որով կարողանում է ինքը հասնել, այսինքն փորձեք ոչ թե գուշակություններ անել կամ ուղղակի պարզապես ձեր սովորական իմացած ձևերով հասնել ձեր նպատակին, այլ իրականում պետք է նոր ձևեր, նոր տարբերակ փնտրել, նոր ուղի ինչպես հասնեք ձեր նպատակին, մի ուղով գնացիք չհասաք,
Իրականում նոր ուղի է պետք, իսկ ես տեսնում եմ, որ դուք նոր ուղի իրականում կընտրեք։ Տեսնում եք, այստեղ 8-ն եմ տեսնում պենտակլի։ Այսինքն մարդը փորձում է, եւ այստեղ էլ եմ տեսնում եք 3 հոգով, եթե դուք մենակ չեք կարողանում գտնել տարբերակ, դիմեք ձեր ընկերներին։ Դիմեք մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել ձեր գործը, որպեսզի ձեր նպատակին հասնեք։ Ես իրականում այստեղ անձնական հարաբերություններ առանձնապես չեմ տեսնում, բայց նույնիսկ եթե լիներ անձնականի, էլի ձեզ պետք է օգնություն։ Պետք է ինչ-որ մեկը, որ կարողանա ձեզ այս հարցում էլ միգուցե միջնորդել, միգուցե օգնել։ Նպատակին չհասակ, բայց դուք դեռ Արջևում ամեն ինչ դեռ կարող է շատ հաջող վերջանալ, բայց ես տեսնում եմ այստեղ իրականում գործերի, աշխատանքի կամ ֆինանսների հետ է կապված, անկեղծ ասած այստեղ անձնական հարցեր ես չեմ տեսնում։ Նպատակ ունենք, ել եմ ասում, ֆինանսների գործի հետ կապված չստացվեց, ձեզ մարդիկ կնեն, որ կօգնեն։ Միգուցե 2 լավ ընկերներ ունենաք կամ մարդիկ, որ այս գործից հասկանում են, դուք իրականում պետք է շարունակեք աշխատել եւ շատ աշխատել։ Եվ իրականում դուք աշխատանքի արդյունքին անպայման կհասնեք, աշխատանքով ձեր արդյունքին կհասնեք, ասում եմ, չէ, նոր ձև պետք է փնտրել ինչպես հասնել։ Իսկ սա ընտրության ճանապարհն արդեն ընտրություն ընտրված, այո։ Դուք եթե խորհրդակցում եք տարբեր մարդկանց հետ, ձեզ կօգնել որոշում կայացնել ուր գնալ, եւ այստեղ տեսնում եմ շատ գոհ բարոյարած մարդու։ Մարդը շատ աշխատել է, շատ էլ վաստակել է։ Այսինքն ձեր աշխատանքը պտուղ կտա, եթե դուք փոխեք ձեր մեթոդները, ինչպես հասնեք ձեր նպատակին։ Այն ձևերով, որ առաջ փորձում եք, չի աշխատում։ Ինչ որ նոր տարբերակներ է պետք մտածել։ Նույնիսկ եթե անձնական հարաբերություններ, չգիտեմ, աղջիկներ, տղաներ, նո տղաները երևի, թե աղջիկների մոտենում եք, խոսում եք, այսպես չէր աշխատում, ձեզ նոր ձև է պետք։ Փորձեք խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր այդ գործից հասկանում են։ Եթե ֆինանսների մեջ է, ինչու ձեր գործերը, ֆինանսական գործարքներ չեն ստացվում, չեք կարողանում խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր այդ գործից հասկանում են։ Իրենք ձեզ իրականում ճիշտ ուղղություն ցույց կտան, ինչպես կարող եք հասնել ձեր նպատակին։ Տեսնում եք, որ դուք աշխատասեր եք, իրականում կկարողանաք, հա, բավականին աշխատեք ձեզ վրա։ Ընտրությունը կիմանաք ուր ընտրել, ուր գնալ եւ վերջում տեսնում են բավարարված մարդ։ Այսինքն դուք իրականում ձեր նպատակին կարող եք հասնել, բայց այլ ճանապարհով։ Այն ճանապարհով, որ գնում եք, այդ ճանապարհը ձեզ կարող է իրականում չհասցնել ուր որ ուզում եք հասնել։ Իսկ հաջորդ տարբերակը տեսնում եմ ղարի տուզ, տեսնում եմ կին եւ տեսնում եմ 5 թրերի։ Տեսնում եմ այստեղ պայքար։ Պայքար, զողողություններ, մարդը չի հանձնվում, միգուցե այստեղ անձնական հարաբերությունների մասին է խոսքը, այսինքն կինը հեռացել է, այս տղամարդը դեռ չի համակերպվում դրա հետ եւ պայքարում է եւ դեռ ուզում է կնոջը վերադարձնել, կարող է ամուսնացած զույգ, կարող է ոչ ամուսնացած զույգ։ Տեսնում եմ տղամարդ պայքարում է, տեսնում եմ կին։ Տեսնենք։ Միգուցե ինչ-որ մեկից կինը հեռացել եւ ինքը փորձում է ետ բերել։ Կինը լինի ընկերուհին, լինի նշանակություն չունի, տեսնենք։ Իսկ ուսերին ագրեսիվ մարդիկ չեմ տեսնում, դրա համար չեմ կարող ասել մարդը ագրեսիվ է բոլորովին, բայց մարդը կարծես թե չի համակերպվում, որ կինը հեռացել է եւ իրականում չի հանձնվում մարդը, պարզապես հույսը չի կտրում, այսպես կարող եմ ասել։ Այս ինչ հետաքրքիր է, այսքան կարդ կա, իսկ ես տեսնում եմ միայն թագավորներ եւ թագուհիներ։ Անհավատալի է։ Շատ կարդ հանեցի, որտեվ էլի մինչև վերջ անհասկանալի չէր, բայց այո, կարող եմ ասել, այստեղ անձնական հարաբերությունների մասին է խոսքը։ Անձնական հարաբերությունների մասին է խոսքը հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ կինը հեռացել է, տղամարդը չի համակերպվում կնոջ հեռանալու հետ եւ տղամարդն ուզում է վերադարձնել իր կյանքի կնոջը, ել եմ ասում, ամուսնացած են, թե ամուսնացած չեն, նշանակություն չունի։ Տեսնում եք այստեղ երիտասարդը։ Մնացել է մենակ, ստիպված է եղել հեռանալ, որտեղ դե կինն է իրենց հեռացել, ինքը մենակ է մնացել, հա, ստիպված է ինքը մենակ մնացել, հիասթափված։ Ես գիտեք, չեմ տեսնում այստեղ կոտարված մարդու, ես տեսնում եմ, որ մարդը իրականում փորձում է եւ ինքը էլի է փորձել եւ էլի է փորձում, այսինքն ինքը չի հանձնում, փորձում է, ուզում է չնացած հոգնել է արդեն իմիջիալոց, մարդը բավականին տանջվում է, տառապում է, միգուցե ինքն ինչ-որ սխալ բան է արել, ինքը իրեն է մեղադրում, դրա համար է տանջվում եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կարողանա իրենց հեռացած կնոջը վերադարձնել։ Ես այստեղ բավականին ուժեղ կին եմ տեսնում իմիջիալոց, բավականին ուժեղ կին։
Կույսին տեսնում եմ բավականին էմոցիոնալ, պարզ, այսինքն երևի ինքը բավականին երիտասարդ անփորձ է, ինչ-որ ձևով սխալ է թույլ տվել, նեղացրել է աղջկան, ես այստեղ անկեղծ ասած դավաճանություններ չեմ տեսնում, իսկապես չեմ տեսնում, բայց այստեղ տեսնում եմ այս կարտը և տեսնում եմ թրերի թագավոր, ամեն դեպքում կարող եմ ասել, որ տղամարդը ինչ-որ սխալ է թույլ տվել, իր մեղքով է, ես չգիտեմ, ինչ խնդիր ունեք դուք, ինչ-որ ամեն դեպքում տղամարդը դե ում չի վերաբերում հարգելինս չի վերաբերում, բայց դուք ամեն դեպքում ինչ-որ խնդիր ունեք, միգուցե դուք խմելու հետ խնդիր ունեք, միգուցե դուք թմրանյութերի հետ խնդիր ունեք, չգիտեմ, ես կազինո խաղացող չեմ տեսնում կույսերին, իրականում իրենք որտեղ սիրում են խնայել իրենց գումարները, բայց ամեն դեպքում ինչ-որ թուլություններ ունեք, ինչ-որ խնդիր եթե դուք ունեք և դրա պատճառով այսպես, չգիտեմ, կտրվել են հարաբերությունները, ձեր մեղքով է եղել ամեն դեպքում, ձեր ինչ-որ թուլության պատճառով է եղել, հարգելինս, մարդեն բոլորն էլ թուլություններ ունեն, դե չեմ ուզում ոչ մեկին դատել, բայց այդպես եմ տեսնում, այդպես կարող եմ ասել, իրականում դուք զգացմունքներ ունեիք կնոջ նկատմամբ և այդպես ձեր, այդպես թերություններով է, որ կտրվել է ձեր հարաբերությունները, երևի թե ձեր կողքի կինը չի կարողացել հարմարվել այդ թերությունների հետ, այստեղ տեսնում եմ արդարադատության կարտը, կարող է նաև բաժանություն լինի, օրինական բաժանվել հեռացել է ձեզնից, այդպես էլ կարող է լինել, գիտեք, ես տեսնում եմ այստեղ թրերի թագուհուն, այսինքն այս կինը մի քիչ ներելու հետ խնդիր ունի, ինքը բավականին էլ, ես արդեն տեսա ուժի կարտը, ինքը բավականին ուժեղ կին է, բավականին ուժեղ կին եմ տեսնում այստեղ, այսինքն այս կինը այն համբերող, տանող, ամեն ինչ տանող այդ կինը չէ, և տեսնում եմ ջահերի թագավորը, այսինքն կին իրականում առաջ է նայում, գիտեք, ես կարող եմ ասել, որ այս կինը արդեն առաջ է նայում, միգուցե ինքը ինչ-որ մի նոր տղամարդու հետ է կամ նայում է, տղամարդը իրեն չի նայում, այսինքն միգուցե ինքը ուզում է նոր տղամարդ իր կյանքում և իրականում ետ չի նայում, չի ուզում կույսին։ Ես շատ ցավում եմ հարգելիներս, ներող եղեք, բայց ես ինչ տեսնում եմ, այն էլ պետք է ասեմ։ Ես տեսնում եմ, որ այո, այս կինը նոր նպատակ ունի իրականում, ինքը ուզում է նոր կյանք ստեղծել։ Եվ դա էլ անհանգստացնում է կույսերին, միգուցե կույսերը պարզել են, ջրի երես է դուրս եկել իրենց համար և իրենք մի տեսակ այսպես հավատները արդեն կորցնում են, չնայած պայքարում են, բայց միգուցե հակառակը հավատները չեն կորցնում, նորից ուզում են իրենք երջանիկ լինել, իրենք ուզում են իրենց առաջվա երջանիկ կյանքը վերադառնա, բայց գիտեք, ուզելը քիչ է, ես ճիշտ ասած չեմ կարող ասել ինչ տարբերակ կա այստեղ, ինչ կարող են անել։ Ճիշտ ասած, ես չեմ տեսնում, որ կինը, միգուցե ձեր վախերն էին, որ կինը նոր տղամարդ կարող է գտնել շատ արագ, դրա համար են ձեր վախերն ու կասկածները։ Ես տեսնում եմ, որ կինը իրականում դեմ չի լինի նոր հարաբերություններին, ինքը առաջ է նայում, շատ այսպես կոնկրետ, արդեն էլ չի ուզում ռոմանտիկայի հետևից ընկնել, ինքը փնտրում է ճիշտ տղամարդ, որի հետ կկարողանա իր կյանքը կառուցել։ Ձեզ հետ չստացվեց, ինքը առաջ է նայում, միգուցե դուք դրանից էլ վախենում եք, բայց ես չեմ տեսնում, որ իր կյանքում արդեն ինչ-որ մեկը կա։ Դրանք ձեր վախերն են, ձեր կասկածներն են։ Կարծում եմ։ Ես այդպես եմ կարծում, ճիշտն ասած։ Բայց ինձ թվում է դուք դեռ հավատում եք, որ կկարողանաք վերադարձնել ձեր կյանքը միասին։ Տեսնենք կարտերն ինչ կհուշեն այս դեպքում։ Շատ հետաքրքիր երկու բարդ կարտ եմ տեսնում, գեղեցիկ և ոչ այնքան։ Գիտեք, ճակատագրից է կախված, ոչ մեկ չի կարող ասել։ Ես կարծում եմ, որ դուք կարող եք ջանքեր դնել, կարող եք համբերատար սպասել, կարող եք փորձել, բայց ես կարող եմ ասել, որ սա իրականում բավականին բարդ իրավիճակ է և միայն ճակատագրով, եթե պետք է միասին լինեք, միասին կլինեք իմիջիալոց, նորից կվերադառնան գեղեցիկ օրեր, դուք նորից կլինեք ընտանիք և ձեր կինը ձեզ կների։ Եթե ճակատագրով այնպես է նախատեսված, որ դուք այլևս իրար կյանքում դեր չունեք, ուրեմն կշարունակեք ձեր կյանքը առաջ առանց իրար, բայց ես հետո տեսնում եմ արև, այսինքն արևը նշանակում է, որ դուք մի վերջին շանս կունենաք, հարգելիներս, մի վերջին շանս կունենաք, ես չեմ կարող ասել ինչ կարող եք անել, բայց արևը լավ լուր է, արևը շատ մեծ հաջողություն է, ես ձեզ ամենայն այսպես ասած հաջողություն եմ ցանկանում ձեր հարցերում, բայց ես տեսնում եմ, որ իրականում կյանքը ձեզ եւս մեկ շանս կտա այդ կնոջ հետ։ Եթե այդ կնոջ հետ չստացվի, իրականում դուք կունենաք եւ ընտանիք, ապագայում կունենաք ընտանիք մեկ ուրիշի հետ
կունենաք հաջող ընտանիք, սովորեք ձեր սխալներից եւ այլևս այդ ձեր թերությունները կուղեք, որպեսզի հաջորդ մեկի հետ երջանիկ լինեք։ Իսկ ես տեսնում եմ, որ ձեզ հաջողություն սպասում է։ Նույն կնոջ հետ հաջողություն կստացվի, չեմ կարող խոստանալ, բայց որ դուք կլինեք ապագայում հաջող եւ կունենաք հաջողակ կլինեք եւ կունենաք ընտանիք, դա ես տեսնում եմ։ Իսկ այս կնոջ հետ կոնկրետ շատ ճակատագրական իրավիճակ է։ Եթե չստացվեց, պետք է համակերպվել ճակատագրի հետ եւ փնտրել նոր ապագա, առաջ շարժվել։ Տեսնում եմ կարտերով, որ երկու տարբերակն էլ դեռ հնարավոր էր։ Տեսնենք ինչ կհուշեն կարտերը կույսերի, ներողություն, կշեռքների։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելներս։ Կարտերը ինչ կհուշեն, այն էլ կասեմ։ Ինչ է կարևոր կշեռքներին լսել այս պահին։ Պարտադիր չի դուք ձեզ համար ընտրեք առաջի կամ երկրորդ տարբերակը, որը ձեզ վերաբերվի ներողություն։ Արդեն հոգնել եմ 2 ժամը խոսում եմ։ Որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում որոշ կշեռքների համար հարգելներս, ինչ որ մի նոր էտապ է փոխվում, կամուրջ եք անցնում, հաղթահարում եք ինչ որ խնդիր ձեզ համար, կարող է լինել ֆինանսական խնդիր։ Եթե դուք աշխատանք չունեիք, շատ շուտով աշխատանք կգտնեք, բավականին հաջող եւ կսկսեն ֆինանսները ձեզ գալ։ Եթե դուք ինչ որ մասնագիտություն էիք ձեռք բերում, վերջապես կարող եք ձեզ համարել, որ դուք մասնագիտացված եք եւ պատրաստ եք սկսել նոր աշխատանք, նոր ուղի, որը կլինի շատ հաջող, նոր էտապ եւ կբերի ձեզ նոր ֆինանսներ։ Տեսնենք ինչին է վերաբերում։ Իսկ եթե անձնական հարաբերություններին վերաբերեր, դուք բավականին ջանքեր եք ներդրել, բավականին ձեր հարաբերությունները կառուցելու համար եւ տեսնում եմ, որ նոր էտապ կարող է սկսվել ձեր կյանքում։ Շատ դրական էտապի մասին է խոսքը իմիջիալոց։ Տեսնենք ինչ կմանրամասնենք կարտեր, ինչին է սա վերաբերում։ Ինչ հետաքրքիր է։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կշեռքներ։ Շատ հետաքրքիր, ասում եմ կամուրջը կանցնեք, ինչ որ բան կփոխվի, իրականում բավականին բարդ վիճակ է եղել, շատ բարդ։ Թրեր, տեսեք, քանի թուր եմ տեսնում, թրերն ամենաբարդ կարտերն են։ Շատ բարդ կարտեր եմ տեսնում, շատ դժվար ուղի եք անցել, որոշ կշեռքներ, բավականին դժվար ուղի են անցել։ Տեսնում եմ բաժակների 9, տեսնում եմ թրերի 9, տեսնում եմ 8 թրերի, 6 թրերի եւ տեսնում եմ թրերի 4-ը։ Ինչ դժվար բարդ ճանապարհ են անցել որոշ կշեռքներ։ Գիտեք, ես այդտեղ տեսնում եմ շատ ինքնավստահ մարդը, որ իր կյանքի փորձի վրա հիմնվելով, որ ես արդեն կյանք տեսել եմ, ես արդեն սովորել եմ, ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ կարող եմ, տեսնում եք, այս բոլոր բաժակները կանգնած են, հիասթափություններ չկան, շատ ինքնավստահ մարդը, տեսնում եք, ոտքը ոտքին գցած, բաժակը ձեռքին, շատ հանգիստ, ինչ որ նպատակ է ունեցել, բայց իրականում ձախողվել է, այ այսպես է ձախողվել իր նպատակը, մարդը ոչինչի էլ չի հասել, այդ չափից ավել ինքնավստահությունը իրականում մարդուն բերել է այսպիսի վիճակին, մարդը հանկարծ հայտնվել է հիասթափված, այսինքն որովհետև իրականում իրեն թվացել է, թե այսքան թրերով իրեն հարվածում են, այսինքն եթե սպասում էր պետք է իրեն այսպես բաժակը բարձրացրել է, բոլորը բաժակները բարձրացած պետք է գային իրեն գրկաբաց դիմավորեին, իրականում իրեն թրերով են դիմավորել, այսինքն ինչ որ հարցում ինքը շատ ինքնավստահ առաջ է շարժվել, այսպես մի քիչ մեծամտորեն կարող եմ ասել, իր կյանքի փորձի վրա հիմնվելով, բայց այսպես հիասթափություն է ապրել, այսինքն ում հանդեպ, ինչի հանդեպ, ինչ էլ ուզում է լինի, իրականում հակահարված են մարդիկ տվել, իրականում մարդիկ իրեն լավ էլ չեն ընդունել, այսպես անելանելի վիճակում է հայտնվել, որովհետև չի պատկերացրել այսպիսի վիճակ, իսկապես չի պատկերացրել, որ այսպես կարող է լինել։ Դրանից հետո մարդը հեռացել է։
Հեռացել է, կարողացել այս վիճակից դուրս գալ, այսինքն հասկացել է, որ այս ինքնավստահ գնալ այդ նպատակին չի հասնում, թողել հեռացել է, հրաժարվել է իր նպատակից, բայց մի տեսակ հիվանդագին է տարել, հիվանդացել է եւ էլ ոչինչ չի արել, որովհետեւ հիմա մարդը պետք է հասկանա, այս ինչ եղավ, ինչու էսպես եղավ եւ հիմա ինչպես պետք է կյանքս շարունակեմ։ Այսպես հիվանդագին վիճակում է հայտնվել։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել, սա ինչի հետ է կապված, եմ ասում, աշխատանքի, ֆինանսական ինչ-որ գործունեություն եք արել, մտածել եք ես հիմա այսքան փող ներդնեմ, ես այսքան միլիոնները կաշխատեմ, իսկ իրականում հակառակը ձեզ դավաճանել են, գումարները կորցրել եք երևի։ Ես գումար չեմ տեսնում, ես ուղղակի տարբերակներ եմ առաջարկում։ Իսկ եթե անձնական հարաբերություններում այսպես դուք գնացել եք, չգիտեմ, ամուսնության առաջարկություն եք անում, վստահ ձեր վրա ձեզ իրականում մերժում են եւ շատ բարդ իմիջիալոցի վիճակ, ինչ էլ որ ձեզ չի հաջողվել, իրականում շատ ավելի բացասական է եղել, դուք չեք սպասել այսպիսի հարված։ Չէ, մարդուն կարող են մի թրով հարվածել, մարդուն կարող են մի թրով սպանել, իսկ այստեղ ձեզ մի քանի կողմից 9 թրերով, այն մաքսիմում ինչ որ ցավ կարող էին պատճառել, հա, այդ բոլոր ցավը ձեզ պատճառել են շատ անսպասելի, բոլոր կողմերից կարծես հարվածում են ձեզ։ Դրա համար ինչ որ նպատակ ունեցել եք, դուք շատ ձեր վրա վստահ, իրականում չի ստացվել, բայց դուք հեռացել եք, կարողացել եք վտանգից, խնդիրներից կարողացել եք հեռանալ եւ այսպես հիվանդակին վիճակում փորձում եք կազդուրվել։ Ես իրականում բավականին դրական արդյունք եմ տեսնում։ Ես սկզբում էլ էի ասում, չէ, ինչ որ этап է փոխվում ձեզ համար հարգելներս, եւ այդ этаպը կփոխվի։ Այս դժվար բարդ վիճակը, երբ որ պարկել եք, ոչինչ չեք անում, դուք հրաժարվեցիք այդ նպատակից, այդ ինչ ճանապարհ եք գնում, ինչի վրա եք այդպես վստահ չստացվեց, դուք իրականում հասկացել եք, որպեսի երբեք շատ արագ ուզում եք գումար վաստակել, շատ արագ ուզում եք ինչ-որ նպատակի հասնել, չստացվեց։ Հիմա դուք հասկացաք, որ այսպես պետք է համբերատար, քայլ առ քայլ մասնագիտանալ, քայլ առ քայլ սովորել, ինչ եք անում, հասկանում եք, ձեզ նորից է պետք փորձ։ Դուք այսինքն երիտասարդ եք, մի քիչ փորձ կյանքի ունեք, բայց դա բավարար չէր։ Իսկ ձեր этаպը կյանքում ես տեսնում եմ կամրջով, որ կփոխվի։ Այս ցավագին վիճակից դուք դուրս կգաք շատ շուտով, հարգելներս։ Եվ ձեր առջև նոր նպատակ կդնեք, եւ չնայած ձեր վախերին, կասկածներին, որովհետեւ մի անգամ ձախողվեց, բայց այս անգամ դուք շատ ավելի հանգիստ տեսնում եք, այստեղ պաժն է ջահը ձեռքին, իսկ այստեղ թագավորն է ջահը ձեռքին։ Այսինքն նույնիսկ եթե մի քիչ կասկածներ, անհանգստություններ ունենաք, կկարողանաք այս վախերը հաղթահարել, որովհետև մի անգամ անհաջողության մատնվեցիք, դուք նորից եք վախենում նոր նպատակից, բայց իրականում այդ վախերը կկարողանաք հաղթահարել, որովհետև պաժը դառնում է թագավոր։ Այսինքն այդ նոր նպատակը իրականում դուք կկարողանաք հասնել ձեր նպատակին։ Այ երկրորդ նպատակին կհասնեք, ասում եմ, կամուրջը փոխվում է, որովհետև ձեր ձևերն են փոխվում։ Դուք արագ, չգիտեմ, ինչ ձևերով եք, ազնիվ ուզում եք ինչ-որ մի բանի հասնել, բայց երբ որ դուք այսպես հանգիստ, համբերատար աշխատելով, կամաց, իրականում կհասնեք ձեր նպատակին։ Եվ այսպեսի գեղեցիկ հոգեվիճակում կլինեք հարգելես, այդ թրերը վիճակը կանցնի, դուք այսպես նոստալգիան է, ասենք գեղեցիկ օրերը ձեր կյանքի նորից կվերադառնան։ Շատ գեղեցիկ ժամանակներ են սպասվում։ Այս этаպը ձեզ համար հարգելես, ծանր этаպը կփոխվի։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ես այս նույն կարտերը երկրորդ տարբերակի համար այդքան խառնում եմ, տեսնում եք, նորից էլի տեսնում եմ ձեզ համար, տեսանույն բանը կույսերի համար։ Գիտեք, այստեղ տարօրինակ է, այնտեղ աղջիկը այլ կողմ էր նայում, իսկ այստեղ նայում է իրականում տղամարդուն։ Տղամարդը ինչ որ պայքարի մեջ է, չգիտեմ ինչի համար է պայքարում, իսկ կինը նստած սպասում է տղամարդուն։ Կինը նստած սպասում է, իսկ տղամարդը մի տեսակ դրսում ինչ որ կռիվ ունի տալու, չգիտեմ ինչի համար է պայքարում, ինչ է անում, իսկ կինը տանը նստած սպասում է իրեն։ Տեսնենք ինչի մասին է այստեղ խոսքը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, անհավատալի հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հարգելի կշեռքներ, շատ հետաքրքիր ժամանակներ են սպասվում ձեզ։ Ես այդտեղ տեսնում եմ տղամարդը, տեսնում եք այսպես թուրը ձեռքին կռվում է, պայքարում է, զոհաբերություններ են, զողողություններ են եղել։ Ինչ որ երկար ժամանակ կարող եմ ասել մարդը պայքարում է, իսկ կինը նստած սպասում է։ Կինը համբերատար սպասում է, թե տղամարդը երբ պետք է վերջացնի, ես չգիտեմ ինչ գործեր, ինչ նպատակներ ունի։
Գիտեք, այնպեսի տպավորություն է, որ այս բոլոր փորձությունները, որի միջով տղամարդն անցնում է, իրականում կվերջանան փորձությունները։ Ես տեսնում եմ, որ առաջիկայում փորձությունները կվերջանան, եւ այդ բոլորը կլինի պարզապես իր համար փորձ, կյանքի փորձ։ Խնդիրների միջով կանցնի տղամարդը, կվերջանան բոլոր խնդիրները, այս բոլորը փորձ է։ Բաժակներն իրականում կանգնած են, այսինքն մեծ հիասթափություններ չեն եւ մարդը կոտրված չէ։ Պարզապես ինչ որ փորձում էր, չգիտեմ, ինչ փորձությունների միջով էր անցնում, այս ինչի հետ էր կապված, միայն նրանք ում վերաբերում է իրեն կհասկանան։ Մարդը փորձը ձեռք բերած իրականում կհեռանա բոլոր խնդիրներից, պայքարը կվերջանա եւ մարդը իրականում երևի թե կվերադառնա տուն։ Իրականում տղամարդը կվերադառնա կնոջ մոտ։ Տեսնում եմ կինը այսպես համբերատար նստել ու սպասել է, այո, կինը սպասել է եւ ճակատագրի անիվը տեսնում եմ կփոխվի։ Գիտեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, չեք պատկերացնի։ Իրականում, եթե սպասել էր կինը շատ երկար, համբերատար, տղամարդն չգիտեմ ինչ պայքար էր դրսում ողում, ֆինանսական հարցեր էր լուծում, աշխատանքի հետ կապված հարցեր էր լուծում։ Իրականում վերջնականապես այդ հարցերը կլուծի կամ միգուցե ամուսինը, չգիտեմ, պատերազմ էր գնացել, պատերազմից է վերադառնում, անկեղծ եմ ասում, կդժվարանամ ասել, որտեղ սա պարկարող է, նա տեսնում եք, այդտեղ պատերազմի հենց կարտն էր, ինչ որ պայքարի մեջ էր, ես իսկապես չեմ կարողացել սա ինչին է վերաբերում։ Մարդ իրականում կվերադառնա, գործերը կվերջացնի, փորձ ձեռք բերած, իրականում ամեն ինչ կթողնի, այդ ինչի համար որ պայքարում էր, կթողնի կվերադառնա։ Գիտեք, ես տեսնում եմ իրենց մեջ շատ այսպես Իսկ մի պահ սպասեք, որտեղ այնքան տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, տեսեք, տեսնում եմ թագուհին թրերի, տեսնում եմ ճակատագրի անիվ, ապա տեսնում եմ դևին, դևը, այսինքն չար ուժերը, բայց հետո տեսնում եմ նաև ուրախություն։ Փորձեմ հասկանալ, ես իրականում այստեղ շատ դրական կարտեր եմ տեսնում, բայց այդ դևը ինձ մի քիչ խանգարում է։ Դևը ինձ խանգարում է։ Գիտեք, ամեն դեպքում ինձ թվում է, որ այստեղ տղամարդը տուն չի վերադառնում, չէ, բոլորովին։ Չէ, տղամարդը տուն չի վերադառնում, հարգելինես, իրականում հակառակ բան եմ տեսնում։ Իրականում ինձ թվում է, այս տղամարդը, չգիտեմ, ինչի համար է պայքարում, միգուցե այս կնոջ համար փորձում էր այս կնոջ հետ, փորձում էր հարաբերությունները կառուցել այս կնոջ հետ, բայց ինձ թվում է չի ստացվում։ Պայքարը երևի դրա հետ էր, մարդը ինքը իրեն համոզում էր, որ ամեն դեպքում արժի փորձել, բայց այս կնոջ հետ չի ստացվում։ Այդպես կարող եմ ասել, չէ, ես վերջը հասկացա, այո, ինչ դժվար էր, որտեղ բարդ կարտեր էր, շատ հակասական կարտեր էր, բայց ինձ թվում է հիմա ես տեսնում եմ։ Ինձ թվում է այս տղամարդը այս կնոջ հետ էր պայքարում։ Կինը տեսեք, հանգիստ նստած է, իր կողմից առանձնապես ջանք չի գործադրում, իսկ տղամարդը մի տեսակ բարդ հարաբերություններ են երևի թե արգելի կշառքներ։ Երևի թե այս տղամարդը փորձում էր, պայքարում էր, բայց հետո տեսնում է, որ հեռանում է, չէ, հասկանում է, որ այս կնոջ հետ չի ստացվում։ Իր էմոցիոնալ, այսպես ասեմ, էմոցիաները այս կնոջ հետ չեն աշխատում։ Կինը նստած սպասում է, ոչինչ իր կողմից չի անում։ Սպասում է տղամարդը պետք է միգուցե, չգիտեմ, իր համար սարեր շրջի, տղամարդն իրականում մի քիչ հիասթափված հեռանում է։ Հեռանում է, նոր կին է գտնում իր համար, այդպես կարող եմ ասել։ Իրականում տեսնում եք, թրերի կինը շատ ավելի պրակտիկ կին է, որը գիտի ինչ է ուզում, եւ ես տեսնում եմ, որ իրականում ոչ տղամարդը կգնա եւ իր համար նոր կին կգտնի, որտեւ այդ կնոջ հետ ինչ որ չէր աշխատում։ Մարդը պայքարում էր այդ կնոջ համար, իսկ կինը ոչինչով չէր պատասխանում։ Տեսակ չնայած սա էլ է սառը կին, անկեղծ ասած, սա էլ է, սառցե թագուհին է, բայց իրականում չէ, այս կնոջ հետ կարծում եմ կստացվի, ճակատագրի անիվը կփոխվի, ձեր մեջ շատ այսպես մեծ կիրք կլինի սկզբում, բայց հետո իրականում ես տեսնում շատ լավ կվերջանա եւ այստեղ էլ տեսնում եմ սիրո բաժակը լցված է նոր էմոցիաներով։ Կարող է նույնիսկ շատ արագ որոշեք ամուսնանալ, այնքան մեծ կլինի կիրքը այս կնոջ նկատմամբ, ձգողականությունը շատ մեծ կլինի։ Ճակատագրի անևով էլի եմ ասում, եթե դուք ինչ-որ մեկի համար պայքարել եք եւ չի ստացվում եւ որոշեք հեռանալ, հարգելի կշառքներ, դա ձեզ համար կլինի ճիշտ որոշում։ Նույնիսկ եթե դեռ չկա որ այլ կին, ինչ-որ մեկի համար չեք լքում այս կնոջը, բայց իրականում այդ կին տեսնում եմ նստած ուղղակի սպասում, ինքը առանձնապես ոչ մի ջանք չի թափում հարաբերությունների համար, իսկ դուք այստեղ պատերազմի մեջ նման ոնց պատերազմի նման լինեք։ Ժամանակ եք վատնում իր հետ, չգիտեմ, ջանքեր եք դնում, ոչինչ չի շարժվում, որտեղ այդ կինը իրականում ոչինչ էլ չի անում։ Անտարբեր է մի տեսակ։ Իսկ այս կինը բավականին տեսնում եք շատ այսպես թագուհի է վերջապես, թրերի թագուհին։ Այնպես որ կարող եմ ասել, որ ձեզ շատ ավելի հետաքրքիր էմոցիոնալ կապ է սպասվում։ Նոր կին, նույնիսկ երևի եմ ասում, կորոշեք շատ շուտ ամուսնանալ, ձեր հարաբերությունները սիրով լեցուն եք, ձեզ գեղեցիկ է սպասում հարաբերություններում, շատ մեծ գեղեցիկ
կրքոտ ես կարող եմ ասել սեր է սպասում հարգելներս։ Եթե ինչ-որ կնոջ սպասում եք, պայքարում եք, ոչինչ չէ ստացում, երևի թե ժամանակն է հեռանալ եւ գտնել ձեզ համար նոր սեր։ Իսկ դուք սեր անպայման կգտնեք հարգելներս։ Բավականին բարդ իրավիճակ էր, բայց ինձ թվում է վերջում տեսա իրականում ինչ էր կատարվում։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը կարիճներին։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելներս, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Տեսնենք ինչ է կարևոր կարիճներին լսել այս պահին։ Ինչ կհուշեն կարտերը կարիճներին։ Պարտադի դուք տարբերակ ընտրեք, որը ձեզ կվերաբերի, այն էլ կարող եք ձեզ վերագրել հարգելներս։ Ներողություն։ Տեսնենք առաջին տարբերակը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ այստեղ լուսինը, լուսնի կարտն եմ տեսնում եւ տեսնում եմ այստեղ պենտակլի 10-ը։ Ինչ-որ շատ մեծ հեռու գնացող պլաններ ունեք, հարգելի կարիճներ, բայց մի տեսակ անհանգստություններ եւ վախերեր ունեք։ Սա կարող է լինել անձնական հարաբերություններում, սա կարող է լինել նաեւ ֆինանսներում։ Ինչ-որ շատ մեծ նպատակներ ունեք։ Եթե անձնական հարաբերություններում դուք կոնկրետ ուզում եք ամուսնանալ, ընտանիք կազմել, իսկ եթե ֆինանսական է, դուք շատ այսպես մաքսիմում արդյունք եք սպասում, մեծ գումարների հետ գործ ունեք, մի քիչ կասկածներ ու անհանգստություններ ունեք, շարունակում եք խոսել, բանակցել, զրուցել, չգիտեմ, եթե կնոջ հետ եք կապված համոզել, կամ ինքներդ ձեզ փորձում եք, չգիտեմ, ինքներդ ձեզ հետ փորձում եք այսպես հասկանալ, էլի վերլուծել, ճիշտ եմ անում, սխալ եմ անում, անհանգստություններ կան, որովհետև նպատակը շատ լուրջ է, շատ լուրջ որոշում է ձեզ համար։ Տեսնենք։ Ես ինչ հետաքրքիր էր հարգելներս։ Դրանից ավել չարժի կարդանել, տեսեք ինչ հրաշք կարտեր եմ տեսնում, սա այստեղ տեսնում եմ արդարադատության կարտը, տեսնում եմ ճակատագրի անիվը, ես տեսնում եմ պենտակլի տուզը, այսինքն պենտակլի 10-ը եւ պենտակլի տուզը դրանք գումարի հետ կապված ֆինանսների լավագույն կարտերն են, այսինքն կարող եմ ասել հարգելներս, եթե դուք ինչ-որ ֆինանսական գործարքների մեջ եք, ինչ-որ գործարքներ եք ընկնում, նույնիսկ եթե, չգիտեմ, անդադ ինչ-որ նոր հարցեր են ջրի երես դուրս գալիս, նոր ինֆորմացիա, նոր թղթեր են պետք, բայց դուք գործարք եք ուզում կնքել, այսպես մեծ գումարների հետ գործ ունեք, ես կարող եմ ասել, եթե կասկածներ, անհանգստություններ կային, բոլորովին անիմաստ են, հրաշալի կարտեր եմ տեսնում, ի վերուստ արդեն, դուք շատ լավ հաջողություն կունենաք, կարող եմ ասել, սա մեծ հաջողություն է, լիարժեքության կարտն է, պենտակլի տուզը, սա հենց բարձր, հա, գումարից ֆինանսականի մեծ հաջողություն, շատ մեծ, 10-ով էլ եմ տեսնում, այստեղ էլ եմ, ձեր նպատակները արդեն շատ մեծ են, մեծ գումարների մասին է խոսքը, մեծ նպատակներ ունեք, բայց իրականում ամեն չել հասնելով, սա լիարժեքության, հարստության, շատ հետաքրքիր, շատ լավ, գեղեցիկ կարտ է, իսկ ճակատագրի անիվը տեսնում եմ, նույնիսկ վերին ուժերը ձեր կողմից են, արդարադատությամբ էլ տեսնում եմ, որ վերին ուժերն էլ կարման ճակատագիրը ձեր կողմն են, դուք ինչ գործարքներ որ կնքում եք, ես տեսնում եմ, որ արդարադատության կարտով էլ տեսնում եմ, որ իրականում եթե ձեզ դատում են, ճիշտ են դատում, դուք փորձում եք օրենքի սահմաններում օրենք չեք խախտում, կամ կարտերը հուշում են, եթե օրենք չեք խախտում, ամեն ինչ օրենքով արեք, իրականում ձեզ շատ մեծ հաջողություն, ճակատագրի անունը, ներողություն, ճակատագրի անիվը ձեր օգտին է շարժվում, ձեզ շատ մեծ հաջողություն է սպասում, ձեր լուսնով կասկածներով վախերը բացարձակ անիմաստ են, ես հաջողություն եմ աղթում հարգելներս։ Հաջորդ տարբերակը բոլորովին այլ բան եմ տեսնում լաբիրինթոս, ես տեսնում եմ կախված մարդ։ Կախված նշանակում է ոչինչ չի անում մարդը։ Միգուցե մարդը աշխատանք չունի, գործ չունի, ոչինչ չունի անելու, հայտնվել է այսպես լաբիրինթոսում, ելքը չի գտնում, ինչպես այս ելքից դուրս գա, անգործ է մնացել, կամ մարդը պարզապես ոչինչ չի անում, որովհետև ելքը չի տեսնում։ Սա կարող է լինել եւ անձնական հարաբերություններին
կարող է վերաբերել եւ անձնական հարաբերություններին, եւ աշխատանքին, եւ ֆինանսներին, տեսնենք։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ինձ շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Կդժվարանամ ասել սա ինչի մասին է խոսքը այս դեպքում, ինքներդ ում վերաբերում է իրեն կհասկանան, կարող է լինել անձնական հարաբերությունների, կարող է լինել ֆինանսների, կարող է լինել նաև աշխատանքի գործունեության, դրա համար ես հատուկ չեմ կանգ առնի ոչ մի բանի վրա, ում ինչպես վերաբերի, այդպես էլ կարող եք հասկանալ։ Տեսեք, ինչ որ հարցում չեմ կարող ասել, ինչ նպատակ ցանկություն եք ունեցել, հայտնվել եք լաբիրինթոսում, այսինքն մտել եք ինչ որ գործարքի մեջ, ինչ որ մի գործ եք սկսել, ճանապարհ եք սկսել գնալ, հա, մտել եք լաբիրինթոս, խճճվել եք, չեք կարողանում դուրս գալ, ելքը չեք տեսնում, դրա համար այսպես էս վիճակում ոչինչ չի փոխվում, տարբերակը չեք գտնում, լուծում չեք գտնում եւ ինքներդ միգուցե ոչինչ էլ չեք անում, որտեղ չգիտեք ինչ անել, խճճվել եք, այսպես մոլորվել եք ու չեք կարողանում հասկանալ ինչպես դուրս գալ այս վիճակից։ Էլ եմ ասում, ինչին էլ ուզում է այդ հարցը վերաբերի։ Ես տեսնում եմ այստեղ նպատակ եք դրել, թագավորն եմ տեսնում ջահերի, ասիկա շատ մեծ լուրջ նպատակ եք դրել ձեր առջև եւ ընտրությունը կատարել եք, հա, եւ որոշել եք գնալ ձեր ցանկության երազանքի ետևից, ինչ որոշում էլ կայացրել եք, շատ այսպես թագավորով կարող եմ ասել շատ մեծ ինչ որ նպատակ եք ունեցել, հա, եւ ընտրությունը կատարել եք ջահերի երկուսով կարող եմ ասել, հավատալով ձեր ուժերին, հավատալով ինքներդ ձեզ եւ գնացել եք այդ ուղղությամբ, բայց իրականում հայտնվել եք լաբիրինթոսում։ Շատ մեծ ռիսկի եք դիմել։ Սա հիմարի կարտը նշանակում է մի շատ թեթև եք նայել, շատ խորը չեք մտածել հարցին, այսինքն շատ չեք ուսումնասիրել, այսպես լսել եք որոշումը կայացրել եք, ես ուզում եմ այսպես շատ տաքայրուն, հա, որոշել եք ու գնացել եք եւ շտապել եք, հարգելիներս։ Կարող եմ ասել, որ ռիսկի եք դիմել եւ շտապել եք, դրա համար էլ մատնվել եք ձախողման։ Դուք ուղղակի ձեր ուժերի վրա շատ վստահ եք եղել, այստեղ ուժի կարտն եմ տեսնում, չափից ավել վստահ եք եղել ձեր ուժին, բայց իրականում դուք շատ ձեր ուժերի վրա վստահ լինելով ռիսկի եք դիմել, շտապել եք։ Դրանից հետո տեսնում եմ թրեր, հիասթափություն եմ տեսնում։ Իրականում դուք շատ փորձությունների միջով եք անցել, այսինքն տարբեր կողմերից են ձեզ խոցել, տարբեր հիասթափություններ, ես չգիտեմ, եւ ծախս են նստել ձեր վրա, եւ ժամանակ են նստել ձեր վրա, մի քանի կողմից այսպես ձեզ թվացել է, որ բացարձակ ձախողում է։ Էլ եմ ասում, լաբիրինթոսում, որ չգիտեք ինչ անել։ Եվ այստեղ տեսնում եմ, որ դուք հիասթափվել եք, հասկացել եք, որ ոչ մի նպատակի էլ չհասաք, դրանից հետո տեսնում եմ 4-ը թրերի։ Նույնը նշանակում է նույն ինչ որ կախված մարդը։ Այսինքն դուք այսպես հիվանդագին վիճակով հիասթափված, հա, խոցված, չգիտեք ինչ անել, պարկել եք, ոչինչ չեք անում։ Այսպես, ոչինչ չեք անում, կախված ոչինչ չի անում, իսկ այստեղ պարկած չեք անում։ Մյուս կողմից կարտերը հուշում են այս 4 թրերի նաև նշանակում է, որ ձեզ պետք է պարզապես հանգստանալ։ Դուք արդեն ինքներդ ձեզ սխալ եք թույլ տվել, մեծ ռիսկի եք դիմել առանց երկար մտածելու, դուք արդեն բավականին բարդ վիճակում եք, հիմա էլ ոչինչ պետք չի անել, միգուցե հենց այս կախված վիճակը ճիշտ վիճակ է, պետք է ձեզ հիմա հանգստանալ, կազդուրվել, վերականգնել ձեր ուժերը, հարգելիներս, որովհետև 10-ը վերջն է, այսինքն սրանից ավելի վատ չի լինելու, սա արդեն է վերջին ստադիան է, ինչպես ասում են, ինչ որ եղել է, արդեն եղել է, դուք այդ շտկել չեք կարող, կվերջանա, կհանգստանաք, կկազդուրվեք եւ այս հետևանքները, հա, ինչ որ եղել է, այս ձեր շատ այսպես արագ թեթև վարքից չմտածելով, ինչ որ այսպես արել եք շատ հապշտապ, այս բոլորը կանցնի կգնա։ Դրանից հետո տեսնում եմ հետաքրքիր կարտեր։ Տեսնում եմ իրականում այստեղ ջահերը 3-ի, այսինքն դուք նոր ուղի կընտրեք, նոր ճանապարհ կգնաք, նոր ընտրություն կկատարեք, եւ դա կլինի ճիշտ, բայց երբ որ այս բոլորը կանցնի կվերջանա, կկազդուրվեք, ձեր առողջություն, ձեր ներվային համակարգը կվերականգնեք եւ տեսնում եմ, որ իրականում դուք ընտրություն կունենաք, նոր ընտրություն կտրեք, կարիճներ ուժեղ կա, շատ բավականին ուժեղ նշան են, այսինքն դուք այդպես հեշտ կոտրվող չեք։ Դե մի նպատակ գնացիք շատ ինքնավստահ առանց երկար բարակ մտածելու չհասաք, դուք կընտրեք նոր կազդուրվելուց հետո կընտրեք նոր ուժերով, նոր ճանապարհ, նոր ուղի, տեսնում եք, նոր երիտասարդը նորից էլի առույգ, առողջ կշարժվի առաջ եւ այս անգամ արդեն երկար կմտածեք, էլի շատ ջանք կդնեք, չեք շտապի, երկար կմտածեք, տեսնում եք, մարդը հատ համբերատար շարում է նոր նպատակներին հասնելու համար։
Այստեղ էլ են տեսնում, որ շարունակում է մարդը, շարունակաբար։ Միայն այդ դեպքով կարող եք հասնել ձեր նպատակներին։ Ես չեմ տեսնում, որ առաջիկայում մոտ ապագայում դուք ձեր նպատակին կոնկրետ հասնում եք, բայց այսինքն որ շտապել եք շատ արագ փորձել եք ինչ-որ նպատակի հասնել, կարտերը հուշում են, որ իրական պետք է այսպես հատ-հատ, զգուշությամբ, հասկանում եք, հատիկ-հատիկ ջահերը շարելով պետք է կարողանաք ձեր նպատակին հասնել, ոչ թե շտապ արագ առանց երկար-բարակ մտածելու, ինքներդ ձեզ գցում եք այդպես լաբիրինթոս։ Ինքներդ կհասկանաք, եթե ձեզ վերաբերում է։ Երկու կարտ ինստինքտյան դուրս եկան, ես ոչինչ էլ չարեցի։ Տեսեք, իրականում տրանսֆորմացիա կլինի, փոփոխություն կլինի, երբ կհանգստանաք, նոր ճանապարհ կընտրեք ձեզ համար եւ այսպես կփորձեք արդեն դանդաղ, համբերատար գործը անել ձեր նպատակին, այսպես զգուշությամբ հասնելով, երկար մտածելով, ուր դնեմ ջահը, որտեղ տնկեմ, հասկանում եք, առանց շտապելու։ Իրականում դա ձեզ կտանի այգի պուրակ, այսինքն շատ ավելի գեղեցիկ, հետաքրքիր ապագա։ Եվ այդ դեպքում դուք ձեր նպատակին կհասնեք։ Պարզապես շտապողականությունը ձեզ այսպես սխալ ճանապարհով է տարել հարկերներից, միշտ ավելի պետք է հանգիստ, դանդաղ, քայլ առ քայլ հասնեք ձեր նպատակներին, իսկ ի վերջո կհասնեք։ Ինչն ես ձեզ սրտանց կամենում եմ։